Մաշտոցի պուրակից հետո բոլորս գիտենք, որ վրանի նկատմամբ կա հատուկ զգայունություն, թեպետ վրանի տեղադրումը օրենքով արգելված չէ։ Որևէ տեսակի հիմնավորում առ այսօր ոստիկանությունը չի կարողացել ներկայացնել, թե ինչու մենք իրավունք չունենք տեղադրել վրան մեր քաղաքացիական բողոքի միջոցառումների ժամանակ։ Հասարակական կարգ եք խախտում, ասում են նման բան։ Ես Մաշտոցի պուրակից կարող եմ մեջբերում անել, որ իրենք հղում էին անում մի օրենքի, որով մենք խախտում ենք ազատ տեղաշարժման իրավունքը։ Այսքան օրինակ երեկվանից էլ կարող եմ օրինակ բերել, այստեղ նստացույցի ժամանակ մենք նստած ենք գետնին, մեզ փորձում են հեռացնել, հիմնավորելով, որ մենք խախտում ենք այլոց ազատ տեղաշարժման իրավունքը, այն դեպքում, երբ որ մենք իրացնում ենք սահմանադրությամբ նախատեսված մեր ազատ խաղաղ ակցիաներ, բողոքի ակցիաներ անելու իրավունք։ Տեղադրվում էր, բայց դեռ չէր տեղադրվել։ Ինչ եթե չի տեղադրվում, ինչ իրավունք ունեք դեռնեք։ Էնքան դարձով բաներ։ Ժողովրդական հետաքրքրությունն է։ Սա աշխարհը գիտի ինձ։ Երևանը խմատանիկա դերմացի։ Թողեք սա։ Մեզ վարչեսա զատի տամեր Երևեմ, որ ես նստեմ, ես չեմ կարող արևի տակ նստել։ Խնդրում եմ ոստիկաններին թողնեն վրանը, դեռ չի տեղադրվել, իսկ եթե չի տեղադրվել, դու պետք է թողնայել։ Չքցի սաղի ջնջքի որնորի։ Թողեք։ Վերջնական տան մենք փողոք։ Մինչև չի տեղադրվել, ոստիկանները իրավունք ունեն կպնեն վրանի։ Մի վազի։ Հա, մի արի Դուք չեք հասկանում, ես եկոտ կարգ ունեմ, իրավունք ունեմ նստելու։ Դեն ասեմ մարդը դիմից արա։ Բայց եթե իրական Ոչինչ, դեզեր չի մնա։ Հաստատ այդ քեզեր չի մնա։ Զրոյեկու։ Զրոյեկուսը հետո կտեք։ Ոչ բախենում եմ, ոչ էլ։ Ինչ եք հերում բայց։ Չեմ բախենում, ոչ մեկից էլ։ Ասա տանեք էլի եմ դնելու, լավատ է։ Դες ծավալ բերենք դեստե պայենք ոստիկաններից, հա։ Բուրակալից է դες ամեն ինչ, հա։ Հասկանեք մեկը իմաստը հասկանում է ձերանց գործի, իմաստը։ Որ եթե որևէ ոստիկան Ակիշտին արևանգել որևէ ոստիկան ես ոստիկան համապատասխան իրավունքի Ասեք չենք ձեր կենտրոնի ոստիկան Ինչ եք տարել Չուներ համապատասխան կողություն, չենք ձեր պակարգել լսեք, հա, չենք ձեր Նրանք վարչական իրավունքների օրենքի համաձայն կենտրոնի պատասխան Պարոն Օսիպյան, այստեղ 10 քաղաքացիներ վրան են ցանկանում տեղադրել։ Սա բերման ենթարկել է։ Ես ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, այն ովքեր, այն քաղաքացիները, ովքեր կփորձեն վրան տեղադրել, բոլորի կենտրոնի պատասխան Միայն Արգիշտի Գիվիրյանն է այժմ ոստիկանը Ես խնդրեմ այս ես սա հավաքեք ես ձեր համար զոն բան կհանեմ Հավաքեք Սա հավաքեք Դուք իրավունք չունեք պարոնայք ոստիկանը դիպչել այս վրանին քանի դեռ այն չի դիպչել գետնին Պարոն Օսիպյան, խնդրում եմ հետևել փոխադարձ հայտարարություններին։ Պարոն Օսիպյան, ձեր գործողությունները անհամաչափ են։
Ոստիկաններին կոչ եմ անում վերստալ նմանատիպ գործողությունների։ Պարոն Օսիպյան, խնդրում եմ ազատեք վրանը։ Ոստիկան ձեր չտա վրանին։ Ճանապարհ տվեք անցնեմ։ Ճանապարհ տվեք անցնեմ։ Հերու կանգնեք։ Ճանապարհ տվեք։ Ճանապարհ տվեք խնդրում եմ։ Ձեր հետ ոստիկան։ Պարոն Օսիպյան։ Ձեր հետ երցրուտական։ Խուլիգան։ Ձեր կտվերցրու վրանից։ Խուլիգան։ Լակոտ։ Ձեր հետ բաստող։ Լակոտ ձեր հետ բաստող։ Հարգելի քաղաքացիներ, կոչ եմ անում զսպվածության, պարոնայք ոստիկաններ, խնդրում եմ ձեր անհամաչափ գործողությունների վերջ տալ։ Խուլիգան։ Ձեր հետ լակոտ։ Ձեր չտա։ Ժողովուրդ ես ոստիկանները, որ մի հատ կրակոտ լինի, պրակոտ լինի, սաղը կպախնեն թպերի տակ, սաղը կպախնեն ճարերի վրա, որովհետև իրանք տեսել ենք նմուշները, քանի սպանությունների արդյունք, Հարգելի ոստիկաններ, հարգելի Բրի գործողությունների որոշ պատասխանատվությունը ընդդում է ոստիկանության վրա։ Մի անգամ կոչ է արել, ձեր բանան բախումներից ձեզ մնալ ձեր գործողությունները անհամաչափ և ոչ իրավաչափ։ Այստեղ տեղի ունեցած բոլոր դրվագների պատասխանատվությունը ընդդում է ձեր ուսերին։ Ուրեմն հանգիստ Գլաձոր
չկիրառել, ոստիկանների հետ չգնալ բախման, չսադրել, նրանք ովքեր կսադրել եւ բռնարդով կիրառել։ Ձեր արածը ձեր դուրը գալիս է, ինչա, ջայաների խեքս է ձեզ։ Հիշեցնում եմ, որ մեր պայքարը առաջ կողմում է ոչ բռնի պայքարի, համ պայքարի, անհանդրժողական պայքարի ծնողներով։ Մի քիչ բացեք մարդը չունչ կաշի, ժողովուրդ։ Մի մետր գոնե բացեք։ Արևի տակից է դուրս Լասկի Արևի տակի Որտեղ ոստիկանությունը մուսուլման է դառել, մուսուլման։ Եվ անգամ պաստարը դրլեք բանուկ մաս, այսինքն բանուկ մասի դա է։ Բանուկ մասի ճանապարհը, չէ, ասֆալտապատված ճանապարհը արդեն իսկ համարում է բանուկ։ Ես բանեցրել եմ այդ հատվածը։ Մեկ մեքենայի համար նախանշված հատվածը անգամ խնդրանքով դիմելով, դուք ծածկել եք արևից պաշտպանում դրանով։ Ես տեսնում եմ դրանով չենք պաշտպանվել ու դրանով հնարավոր չի պաշտպանվել։ Պարոն Օսիպյան, մի բան ասեմ, հա։ Դուք ասացիք Ինչ անձրևանոցի մասին է խոսքը, երբ որ 7-րդ օրն է, նոր դուք մոխրաման եք տեղադրում ներքևի հատվածում։ Իսկ միջ այդ թույլատրված չէր բարձրանալ վերը։ Տեսակ, որ ոստիկանության պարտականություն չի մոխրաման տրամադրել։ Ես ընկերը մոտեցավ խնդրանքով դիմեց։ Այո, ոստիկանության պարտականությունը չէ նաև զբաղվել ոռոգման հարցերով։ Քաղաքապետարանը մեզ հետ երկխոսության մեջ է մտնում բացառապես ոստիկանության աշխատակիցների միջոցով, որը չի մտնում ոստիկանության ֆունկցիաների մեջ։ Չկա որևէ միտում չկա, այստեղ մոխրաման, ջուր եւ այլ։ Ես դա գնահատում եմ որպես միտում, որովհետեւ արդեն 7 կամ 8-րդ օրն է հաջախակի ու բարբերաբար հուշում են որ ջրել է։ Դպրոցական գիտելիքներ հուշում են որ ջրել է։ Անկամ ֆուտբոլային խաղերից հետո մարզադաշտը ջրում են։ Բայց ոչ փողոցներն ու ոչ էլ մայթերը ու չպետք է դրա հետևանքով խոչընդոտվի քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը։ Ջրվի, հա, որ վերականգնվի սալիկները, հետո։ մի վարքյան, պարոն Օսիպյան, հավատացեք։ Խոտածած Ես խոսում եմ խոտածած տարածքի մասին։ Ես խոսում եմ մայթերի մասին։ Ոչ, ներողություն, ոչ, հակադարձեմ ձեր ասածին, մենք տրվում ենք իրեն ժամանակա։ Կլսեք ինձ, պարոն Օսիպյան։ Տեսեք, խոտը, երբ որ ջրում են ինքը նաև շուտ է աճում, չէ՞, իրան հնձում են, կտրում են, չէ՞։ Եվ կդրելուց հետո, ընձելուց հետո պարտադիր։ Այո, հավատացեք, պարոն Օսիպյան, մենք ավելի շահագրգռված ենք։ Մի վարքյան, կարելի է ինձ լսեք, մենք այսպես ասած այդտեղ ենք ապրում օրեր շարունակ ու ավելի շահագրգռված ենք որակյալ խոտածածկ ունենալու, բայց հավատացեք, երբ որ մայթերը ջրում եք, դրանից խոտածածկը չի օգտվում։ Այլընտա կարակում հայտերին հավելանալ խոտածածկ։ Լավ, շնորհակալ եմ։ Պարոն Օսիպյան, կարանք ֆիքսենք, որ դուք հրաժարվեցիք ձեր նոր ասված խոսքերից, որ անձրևանոց կտրամադրեք, հիմա ասում եք դուք ունեք անձրևանոց։ Ես այդ պահի հետ կապված, որ քաղաքացիները եւ այդ կինը կանգնած ասեց, ես միգուցե արևից պաշտպանում, ես այդ պահին հետ կապված ասեցի, որ ես կարող եմ ես այդ պահին այդ կնոջը կտրամադրեի։ Չէ, դուք Հիմա այս պահին էլ արև, հիմա այս մարդկանց չեք տրամադրում։ Դե այդ պահին էր խոսքը գնում, այդ պահին։ Իսկ ամեն ինչի մեջ դուք ինքներդ տեսնում եք, ես նախապես ձեզ դիմել եմ անգամ խնդրանքով։ Ոստիկանությունը կոնկրետ ես դիմել եմ ձեզ ոստիկանությունից խնդրանքով, որ եկեք, ցանկություն չկա, դուք մերն եք։ Ես չգիտեմ, ստեղ ձեր մեջ շատ-շատերի մեջ իմը, քոնան եւ այլ չկա։ Դուք բոլորը մերն եք, մեկ քաղաքացի, մեկ միասին միազգ ենք։ Ոչ, մեկ միասին միազգ ենք։ Հավատացեք, հարգելի Վահագ ջան, ձեր մատը աստվածությանի փուշ մտի ոստիկանա ձեր կողքը կանգնած։ Հավաստիացնում եմ ձեզ։ Ես իմ նստածի օրերին տեսել եմ նաև այդ դրսևորումը, բայց այսօր այն դրական տրամադրվածությունը, որ ընդհանուր ոստիկանություն որպես պետական կառույց։ Ես կազմակերպիչ չեմ հանդիսանում։ Դուք շեշտել եմ ձեր շարժման սկզբունքը, մի վարքան,
Շարժումը եղել է ապակենտրոն, յուրաքանչյուրը հանդես է եկել իր նախաձեռնությամբ։ Ես իրավունք չունեմ ոչ բարոյական, ոչ իրավական, ստիպել ինչ-որ մեկին չկատարել իր նախաձեռնությունը։ Ասեք, որ ժողովուրդ արգելացիայի մասնակիցներ, ձեզ ցավը տանեմ, եկեք դիմել եք դուք վրանի համար։ Միգուցե ձեզ 10 թույլտվություն տային։ Ես ձեզ ասացի, որ ես հանդես եմ եկել հայտարարել։ Պարոն Օսիպյան, դուք առաջի օրը պաշտոնապես մեզ հայտնեցիք, որ չեք թույլատրի վրան տեղադրել։ Ես շատ լավ հիշում եմ։ Բայց մենք չենք պատրաստվում եք դուք դիմել եք, միգուցե 10-ը կթույլատրեին։ Անօրինակն է երբ այն դեպքում, երբ որ չկա լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվություն։ Բայց մենք չենք պատրաստվում, ոչ մի հայտարարություն չէր եղել, ոչ ձեզ կհորդորեմ խորհուրդ կտամ, ամեն ինչ ձեր ողջունելի է, որ այսպիսի երիտասարդներ կա, ոստիկանությունը ողջունում է, բայց պետք է ձեր գործողությունները համահունչ մեր սահմանադրական ճանապարհները։ Ես այսօրվա գործողությունները ոստիկանության չեմ ողջունում։ Պարոն Օսիպյան, Արգիշ Կիվիրյանի կարգավիճակն այժմ ինչ է։ Նորմալ, ինչ կարգավիճակ, նորմալ։ Ինչ է, Ապահով ինչ է։ Հիմա պարզաբանումներ կանեն այդ իր հայտարարությամբ եւ Բերման ենթարկված է։ Թե ոչ։ Դա ենք ուզում։ Կարգավիճակը վկայա, Բերմանա ենթարկվել, ինչա։ Հասարակական խախտելու համար անա տարվել բաժին եւ օրինական բան չկատարելն է։ Միացնել լսեք դու մի ասեք։ Բերմանա ենթարկված։ Այո, Բերմանա ենթարկված։ Ինչի դուք բախում եք այդ բառից։ Պարոն Օսիպյան, 2 տարվա ձեր գործողությունները սկսած Մաշտոցի պուրակից ցույց են տալիս, որ ոստիկանները վրանի նկատմամբ ունեն հատուկ, այսպես միտումնավոր քաղաքականություն։ Հիմա ես կներեք, ես մի հարց տամ, հա, ձեզ նոր կանրադառնամ ձեր հարցին։ Հիմա մեր երևանցիները, հա, կոնկրետ եթե մենք Երևանում ենք, այս ամեն ինչ իրականացնում, այս կոնկրետ այս պահին, այս գործողությունները, պատկերացրեք յուրաքանչյուրը իր սեփականա տերեր են բոլորը, շատ-շատերը, իրենց խանութների առջև, իրենց բնակարանների մուտքերի բակերում, բոլորը ամենը մի առարկա, մի իր փողոցներում ու առավել եւս կենտրոնական փողոցներում դնեն։ Ինչ կնամի դա։ Ինչ տեսք ունենա մեր քաղաքը։ Ես խնդրում եմ դա ճիշտ է։ Ճիշտ է։ Ինչ հստակ։ Բա բոլոր շատ-շատերը ունեն հստակ, դա ճիշտ է։ Ուրեմն ես ձեզ ասեմ, վարչական իրավախախտումների օրենսգրքի վերաբերյալ 172 հոդվածը, որը ինչ է ասում է հասարակական վայրեր օգտագործել կանոնները խախտել է։ Դրանք խախտել են այգիներ, պուրակներ, ճանապարհներ, փողոցներ, մայթեր եւ այլ հասարակական վայրեր, կանոնները խախտել եւ այլ։ Ինչպես նաեւ նրանք պարտավոր են դիմել օրենքի սահմաններում լիազոր մարմնին, իդեմս քաղաքապետարանին ստանալ համապատասխան թույլտվություն։ Իսկ թղթե վրանները ինչ էին խանգարում ոստիկանությանը, որ այնտեղ դրված հանեցին։ Ես ձեզ հարց տվեցի, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ինչ որ մի բան հանի դնի։ Հիմա խանութի տերը, հա, սեփականատերը խանութի առջև սառնարան 1, 2, այն դիմացին տեսնի 2 հատ ու ինքը 3 հատ դնի։ Էմիսը բերի մեկ այլ բան տեղադրի եւ ինչ հասկացան բողոքի ակցիան արեք, ողջունում եմ, ամեն օր արեք, ժամը 1 արեք, գրաֆիկ սահմանեք, ինչ ուզում եք արեք, բայց օրենքի սահմանադրությամբ արենք, լավ։ Այդ որ օրենքի ներողություն, պարոն Օսիպյան։ Երբ որ հավատների ազատության մասին օրենքը իրավունք տերմինը օգտագործելուց, օրենքը եւ իրավունքը դուք իրա թիկունքում եք։ Ուրեմն, երբ որ դուք ակցիա եք անում, դա չի նշանակում, որ դուք պետք է ամեն ինչ։ Ուրեմն երիտասարդները որ ակցիա են անում, դա չի նշանակում, լավ են անում, բայց չի նշանակում, որ իրենք պետք է ամեն ինչ օգտագործեն, որ ակցիան իրականացվի։ Մենք բոլորս պարտավոր ենք ողջունելու երիտասարդներին, հազար ներողություն։ Մենք բոլորս պարտավոր ենք ողջունելու երիտասարդներին։ Նրանք ապակենտրոնացված, նրանք այսօրվա իրենց օրվա եւ ապագայի համար են մտածում։ Ոնց եք ողջունում։ Եթե լիսկայի նմանները հարյուրավոր մարդիկ են սպանում մի րոպե, դուք նրանց թիկունքում եք անում, դատախազությունը մյուսը գնում եւ այն ովքեր մենք չենք հավատում այդ քննությանը, տեսել եք։ Դուք մի մտածեք, թե ժողովուրդը հիմար է։ Եվ բոլորը խստագույն ձևով կենթարկվեն պատժի, խոսքս հիշեք։ Նեմեցը ենթարկվեց։ Ես չգիտեմ ում մասին է խոսքը գնում։ Նեմեցին չգիտեք։ Չի կարելի, եւ խնդրեմ, ես մի բան ասեմ, համաձայնում եք ինձ հետ։ Եվ ինքներդ տեսակ, որ Վարդգես Գասպարին, չէ, որը նույնպես պատժելի արարքա, վարչական իրավախախտումների օրենսգրքի 173 հոդվածով ոստիկանության ծառայողին
հա, բոլորին այստեղ, բոլորիս մեր ծառայության հասարակական կարգի ապահովման ծառայության մեջ ընդգրկված ոստիկաններին վիրավորանքները հասցնում։ Անձնական վիրավորանքներ։ Մենք մեկը չեղավ ձեր մեջ, որ ասեր դուք Մենք կոչ եմ արել Վարկես Գասպարի ասի չվիրավորի կոչ եմ արել խաղաղության Խնդրեմ դիմեք Նաև դուք խոչի դոտում եք նրան պատասխանության որ դուք խոչի դոտում եք այն ինչ որ եղել է շեշտը Դուք ասում եք դուք ամեն ասում եք ասելու համար Դուք ասում եք այո հայտարարություն հայտարարում եք այդ պահին կոչ եմ արել հայտարարում եք միայն ասելու համար Ինչպես թե կոչ եք արել միայն ասում եք որ Պարոն Օսիպյան մենք արդեն բայց միայն ասելու համար է դա միայն ասելու համար մեկնաբանությունը չի կարող հիմք հանդիսանալ այո դա ձեր ենթադրությունն է ընդ որում սուբյեկտիվ դուք չեք կարող պաշտոնապես նման ձեր գործողությունից է երևում դա ես ասում դուք չեք կարող որ դուք ընդամենը հայտարարել եք Այսինքն ինչ եք ուզում անել, պիտա դրոշը մտնենք քեշներ, որ Վարկեսին ասեք ձեր պարտավորությունն է, որ ակցիայի ժամանակ ագրեսիվ դրսևորում ունեցողներին հեռացնեք Դու ձեր պարտավորությունն է ձեր պարտավորությունն Մենք ուզում ենք դուք խոչը դոտում եք Ձեր պարտավորությունն է աշխատակիցներ Այո, պարտավորությունները վերացնենք ձեր պարտավորությունն Բայց դուք խոչը դոտեցիք Դուք թերացաք ձեր Ակցիայի պարտավորությունները մասնակիցները խոչը դոտեցին Պարոն Օսիպյան մենք որ երրորդ օրն է արդեն այստեղ ենք ու կլսեք ինձ պարոն Օսիպյան Պարոն Օսիպյան ձեզ հետ եմ խոսում Դուք իրավունք չունեք մատով կպնել, դուք իրավունք չունեք մատով կպնել վրանին, ճիշտ է։ Վրան իրավունք չունեք Դուք իրավունք չունեք մատով կպնել վրանին։ Այո։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Եվ ձեր ես ձեր հետ ցանկություն ունեմ ձեր հետ զրուցելու։ Դա մեծ պատիվ է ձեզ համար։ Վայ շնորհակալություն։ Այո, իհարկե։ Ես հաճախ շնորհակալ եմ։ Այո, ես սովորաբար հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ չեմ խոսում։ Սա խոսում եմ ի պատիվ ուրեմն ժողովրդի որպեսի լուսաբանվեն։ Քանի որ ինձ հետ արդեն խոսում եք, ես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ եմ։ Իհարկե, դուք Ռուբեն Հայրապետյանը երբ որ սպանեցին Վահե Ավետյանին, դուք այնտեղ ոչինչ չարեցիք, բայց երբ մենք հուշաքար էինք տեղադրում, դուք եկաք դա գողացաք։ Չեք հանգիստ խոսել։ Ձեր ապօրինությունների դեմ շատ դժվար է հանգիստ խոսել։ Չեք դուք վիրավորում ոստիկաններին։ Շատները Որովհետև ոստիկանները հանդիսանում են հանցագործ աշխարհի գործակալները, որտեղ ոստիկանները սրիկա են։ Պարոն Գասպարի կներեք էլի։ Շատները Ես հիմա պարտավոր եմ ձեզ պատասխանատվության ենթարկել։ Խնդրեմ համեցեք ենթարկեք։ Ձեր վակալեք պատրաստ եմ։ Շղթաներով, հրավիրել կարգավիճակ գոյություն չունի ձեր։ Ոձեր։ Տեսեք։ Այո, դու իրավունք չունես մատով ինձ կպնել։ Այո, դուք իրավունք չունեք ինձ մատով կպնել, քանի որ անգրագետ եկել եք, անգրագետ էլ կերտակ։ Երբ որ մատով կպնում եք քաղաքացուն, այսինքն նա արդեն զրկում եք ազատությունից։ Դա ասում եմ։ Ինչ եմ գլուխս կապում, որ Այո, այո, բարբերաբար այո, խնդրեմ, եղավ, ես չի որ պետք է ձեզ սովորացնեմ, որ քաղաքացուն մատով կպնելով դուք նրան զրկում եք ազատությունից։ Դե բայքան Եվրոպա փողացախցում ձեր վրա, այդքան բաց սովորեցի։ շատ ներողություն, էլի կներեք, որ մի քամրում եմ ձեր սրից։ որ դուք այն հասարակական կարգի ծառայության մեջ ընդգրկված ոստիկանների այստեղ վիրավորում Այո, որը վարչական ոստիկանության աշխատակցին կամ զինծառայողին, որոնք ընդգրկված են հասարակական պահպանելու գործում, ինչ եք վիրավորում։ Եվ ինչ պատիժ է իր մեջ ներողություններեք, էլի դուք ինձ հարց տալու իրավունք չունեք, դուք արեք օրենքով այն ինչ որ կարող եք օրենքը նախատեսում անել։ 200 պատիկ, եթե չեմ սխալվում։ Դուք ինձ հարց տալու իրավունք չունեք, դուք գնացեք օրենքով ինչ որ նախատեսվում է արեք։ Վերման պիտի ենթարկեք, ես պատրաստ եմ։ Հարգելիս, ես ձեզ դիմում եմ ձեզ։ Խնդրանքով։ Այո։ Մի վիրավորեք ոստիկաններին։ Երբ որ դուք ապօրինություն եք անում, արժանի եք վիրավորանքի։ Վարկես Գասպարի։ Ցանկություն չկա ձեր անձի նկատմամբ, որևէ, չգիտեմ, դուք ճիշտ հասկացեք, դուք մեր համար այ ակցիայի մասնակիցներից մեկն եք, ոնց որ բոլորը։ Այո։ Մենք չենք անջատում ձեզ մեկ մյուսներին։ Իմ խնդրանքն է ձեզ։ Ես դիմում եմ ձեզ։ Մի վիրավորեք ոստիկաններին։ Հակառակ դեպքում դուք ենթարկվեք պատասխանատվության։ Շնորհակալություն, խնդրեմ, Ընդունեցիք իմ ասածը։
Ես ձեզանից հորդոր ընդունելու բան չունեմ, դուք ընդհանրապես իրավասու չեք ինձ որևէ բան հորդորել։ Ես ասեմ դա։ Ներողություն մի վարքյան։ Դուք ապօրինաբար ձեռք եք տվել եւ բռնել եք ուրիշին պատկանող վրանը։ Դուք ապօրինություն եք կատարել։ Կարգախախտել։ Ներողություն, ապօրինություն եք կատարել եք թե ոչ։ Ոչ։ Այ ես դա գտնում եմ ապօրինություն եւ ձեզ ապօրինություն անելու համար անվանում եմ այն, ինչը անվանել եմ, որ դուք խուլիգաններ եք։ Եվ հետագայում, եթե դուք այսպես շարունակեք, ես ուղղակի փորձում եմ ձեզ հիմա կարգի հրավիրել, ես ստիպված կլինեմ ձեզ ենթարկել պատասխան։ Խնդրեմ, կարող եք, պատրաստ եմ։ Առաջի անգամը չի։ Եղբայր, թող մի բան ասեմ, գնամ էլի։ Ես չեմ դեմադրում եւ պաշտպանվում եք ակցիայի մասնակիցներով։ Ես դրանց չեմ կարող կանխել։ Դուք չեք պաշտպանվում։ Խնդրեմ, Չէ, հայտարարել եք, ես կարգ եմ խախտել եւ գնում եմ բաժին։ Ոչ, կարգ չեմ խախտել։ Ես ձեզ կարգազանցիդ կարգի եմ հրավիրել։ Քաղաքացիներին, ոստիկաններին կարելի է վիրավորել։ Ապօրինություն անում է երբ ոստիկանը ոչ միայն պետք է։ Եթե գտնում եք վիրավոր, դա ապօրինյա։ Դիմեք դատարան։ Դիմեք դատարան։ Ներողություն, դուք ասեք։ Հիմա ինչ եք անելու երեխեք, հետո։